Պարոն Օհանյան այսօր արդեն պաշտոնապես պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարեց, որ բոլոր պատգամավորները իրենց ստորագրությունները համաձայնություն տալիս են, որպեսզի իմպիչմենթի գործընթացը ազգային ժողովի օրակարգ մտնի, ինչ որոշում ունի Հայաստան դաշինքը, նաև հավելեմ, որ պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ պատրաստ են ձեզ հետ թեկնածուի շուրջ քննարկումներ տանել եւ պատրաստ են նաև, եթե դուք առաջադրեք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունը պատրաստ են նրանք այդ հարցում համաձայնության գալ ձեզ հետ։ Տեսեք, առավել քան մանրակրկիտ մեր հայտարարության մեջ ասված է մեր տեսակետը իմպիչմենթի վերաբերյալ, որը քննարկվել է մեր խմբակցության նիստում եւ միասնական տեսակետ է բոլոր պատգամավորների եւ այնտեղ ասվում է մի քանի դրույթների վերաբերյալ մեր տեսակետը առաջինը այն որ իմպիչմենտի մասին մենք առաջինն ենք հայտարարել եւ դրա մասին խոսել է դերևս դիմադրության շարժման ժամանակ Իշխան Սաղաթելյանը եւ Նիկոլ Փաշինյանի հերացումը մեր օրակարգի մեջ է երկրորդը որ կան այսօր քաղաքական իրավական հիմքեր ծանրակշիռ հիմքեր Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու սկսած իր վերաբերմունքից վերջացրած նաև իր եւ իր թիմի ամբողջ գործունեությամբ բայց միևնույն ժամանակ մենք նաև հայտարարել ենք նրա մասին որ պետք է լինեն պայմաններ որի շրջանակներում մենք կարողանանք եւ սկսել գործընթացը սկսելու համար 36 պատգամավորի ստորագրությունը պետք մենք ասել էինք որ եթե եւս 8 պատգամավորի ստորագրություն իրենք բերեն մենք պատրաստ ենք մեր 28 պատգամավորների ստորագրությամբ միանալ այդ գործընթացին եւ երկրորդը իհարկե ժողովրդական լայն աջակցություն է պետք որը որ այսօր եւ նաեւ նախորդ գործունեության ընթացքում մենք տեսել ենք որ բավարար չեն եւ լիարժեք չէ այդ ամեն ինչը սկսելու համար եւ միևնույն ժամանակ նաեւ մենք ասել ենք որ այդ նախաձեռնողները որովհետեւ մի ուժ որովհետեւ մի քաղաքական այսպես ուժ չեն ներկայացնում եւ պետք չէ այդ գործընթացը սկսել, որը որ հենց այնպես իմիտացիա է, նմանակում է ռազմական լեզվով, եթե ասում ենք, այդ ամենը այդ նմանակումը կարող է հենց օգուտ լինել Նիկոլ Փաշինյանին եւ այն հայտարարությունները, այն խոսույթը, որ օգտագործում են նախաձեռնողները դեմ են սրանք, դեմ են դրանք, միանշանակ երևում է, որ թիրախավորում է Հայաստան խմբակցությունը եւ նաեւ Հայաստան դաշինքը եւս մեկ անգամ ես կարող եմ ասել հետեւյալը որ տեսեք եթե վիրավորական չլինի այդ իմպիչմենտի տեղը մենք գիտենք իրանք չէ որ մեզ պետք է ասեն իմպիչմենտի գնալ թե չգնալ բայց իմպիչմենտ իրականացնելու համար ժողովրդական նաեւ այսպես հուշկու աջակցությունը ժողովի օրակարգ այդ ժողովրդի աջակցությունը լինի, քանի որ հանրության շրջանում եւս կա պահանջ, ու իդեպ ձեր առաջին հայտարարությունը, որի մասին դուք խոսեցիք, թե ընդդիմադիր ուժերը, թե հանրությունը շատ քննադատեց, քանի որ ասում է ուլտիմատումների լեզվով է Հայաստան դաշինքը։ Ես կարծում եմ, որ մեր հետ են խոսում ուլտիմատումների լեզվով եւ մարդիկ են խոսում, որոնք որ կարծում եմ, որ իրենք այդ հնարավորությունները չունեն ազգային ժողովից դուրս, մենք մեր ամբողջ այսպես գործունեության ընթացքում, նաեւ փողոցային պայքարի ընթացքում դա տեսել ենք, դրա մասին խոսել ենք։ Մենք չենք ուզում մտնել մի գործընթացի մեջ, որը որ հենց այնպես իմիտացիա է եւ ի վերջո նաեւ խորքում իրենք չեն այդ ներկայացողները, կարող են իրենք ներկայացնել այլ մարդկանց եւ դատապարտված է, չգիտեմ, այս կամ այն ուժի, որովհետեւ իրենք չեն ներկայանում, իրենք ներկայանում են որպես անհատներ։ Այնպես որ պետական կուսակցությանը նկատի ունեք, որ ասում են այլ դեմքերի։ Չէ, ես որովհետեւ մի կուսակցության անուն չեմ տվել։ Դե որ նշում եք այլ դեմքերի են ներկայացնում։ Ես ասացի արդեն պետք չէ բերեք վերջ կապենք եւ ասենք հետեւյալը, որ եթե համապատասխան պայմաններ լինեն, առաջինը
ձայների այդ քանակությունը, որը որ պետք է սկսել 36 եւ նաեւ հաջողությամբ պսակել 54 ձայներ եւ նաեւ տեխնացու, ու մենք մեր ձայները պատրաստ ենք տալու եւ պատրաստ ենք նաեւ նրանց հետ քննարկումների։ Պարոն Օհանյան, իսկ Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունը քննարկել է, հնարավոր է նրա տեխնացությունը առաջադրի, եթե impeachment-ի գործընթացը։ Ես չեմ կարող ասել, որովհետեւ անիմաստ է քննարկել այս կամ այն մարդու տեխնացությունը։ Ռոբերտ Քոչարյանը մեր դաշինքի ղեկավարն է եւ ինքը իր փորձով ցույց է տվել ամեն ինչ, բայց անիմաստ է քննարկել որևիցե մի տեխնացուի մասին եւ խոսել դրա մասին, եթե մենք տեսնում ենք, որ սա ոչ մի արդյունքի չի բերելու եւ սա պարզապես իմիտացիա է։ Պարոն Օհանյան, բայց ինչու եք ասում ոչ մի արդյունք չի տալու։ Հնարավոր է, որ այդ հանրային ճնշումը լինի, երբ որ կա ազգային ժողովի օրակարգ ու իշխանությունները եւս պատգամավորներ լինեն, որ միանան, ինչու եք այդպես բացատրում։ Իշխանությունները արդեն իսկ ցույց են տվել եւ արտահայտվել են իրենց տեսակետների մասին խոսել են, այսօրվա իշխանությունները ամեն ինչ անելու են, կարճացեն իրենց աթոռներից, որովհետև նախ եւ առաջ օգտվում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի բոլոր ռեսուրսներից եւ նրանց գործունեության մեջ տեսնում ենք, որ իրենց անձնական նպատակների համարել են օգտագործում ամեն ինչ եւ երկրորդը իրենք գիտեն ինչ պատասխանատվություն են կրելու նրա համար, որ մեր երկիրը Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը հայտնվել են այսպիսի աղետալի ծանր վիճակում։ Եվ վերջում մի հստակեցում, այսինքն կարող ենք արձանագրել, որ Հայաստան դաշինքը ստորագրությունները ամեն դեպքում չի տրամադրելու։ Հայաստան խմբակցությունը ասել է իր պայմանները, եկեք չերկարացնենք։ Իհարկե, առայժմ չի փոփոխվում։